24 апреля мы поминаем жертв геноцида армян в Османской империи. Но мы не все сделали правильный вывод из прошлого. Мы почему-то считаем, что современный турок, он совсем другой. Современный азербайджанец, он другой. И придерживается других стандартов. Он приверженец европейской культуры. Все это вранье. Их главная задача – уничтожить нас. С корнем вырвать любое упоминание о нашей культуре, о нашей цивилизации. Они хотят через наше физическое уничтожение закрыть армянский вопрос. Но этому не бывать, потому что только армянин может закрыть армянский вопрос. Армянский вопрос – это вопрос самоопределения армянина к своей собственной земле. Это вопрос возвращения армянина на свою землю. И я уверен, что мы, армяне, с Божьей помощью вернемся на наши земли и будем достойны нашего Господа. Մենք գնացել ենք այսօր մեր համալիրը, որպեսզի հիշենք մեր անմեղ ցեղասպանված հայրենակիցներին։ Այսօր մեր ազգի հայոց ցեղասպանության հիշատակի օրն է եւ շատ կարեւոր է ոչ միայն հիշել, ոչ միայն խոսել, այլ հասկանալ մեր հայոց պատմության դասերը, քանի որ հաշվի առնելով Արցախի շուրջ բոլոր իրադարձությունները, ես եկել եմ այն եզրակացությանը, որ մենք դասեր չենք քաղում մեր պատմությունից։ Ցավոք սրտի այդպես է։ Մենք թերագնահատում ենք մեր թշնամուն, մեր թշնամիներին ավելի ճիշտ, քանի որ մեր թշնամիները երազում են, որ մի օր հայերը կոչնչանան, իրենք ուզում են մեզ արմատախիլ անեն, իսկ երևանյան իշխանությունները երազում են այսպես կոչված խաղաղության մասին, այսինքն իրենք իրականությունից կտրված են, իրենք տանում են մեզ դեպի կործանում, եւ մենք պետք է շատ լուրջ ուսումնասիրենք այն պատմական դասերը եւ բռնենք ճիշտ ճանապարհը, ճիշտ ուղին բռնենք։ Եվ այսօր ես հրավիրեցի, այսինքն ավելի ճիշտ կլինի, որ ասեմ, որ ես եմ եկել այսօր մեր արցախցիների մոտ, որոնք որ նստածույց են անում Ազատության հրապարակում, իմ հետևից դուք տեսնում եք վրանը, մեր արցախցիների վրանը, եւ այսօր մենք զրուցելու ենք շատ մի հետաքրքիր մարդու հետ, մեր արցախցիների խորհրդի անդամի հետ, Կարմեն Ավետիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Ես կխնդրեի, որ դուք սկզբից մի քանի խոսքով անդրադառնաք այսօրվա կապակցությամբ եւ հետո մենք կշարունակենք, ես հարցերը կուղեմ ձեզ, դուք էլ կպատասխանեք։ Այո, Սարգիս ջան, այսօր ինչպես մեր հայ ժողովրդի մեծ մասը գտնվելով Երևանում եւ Երևանից դուրս գնացել, ներկայացել են Ծիծեռնակաբերդի համալիր հուշարձան, որպեսզի հիշատակի տուրք մատուցեն մեր անմեղ նահատակների հիշատակին 1915 թվականի ցեղասպանության ժամանակ մեր թշնամու կողմից ցեղասպանված մեր հայ ազգի
ներկայացուցիչների կորուստը ցավալու եւ մեր հիշատակի դուրքը մատուցելու համար։ Ցավալի է, դժվար է խոսել, քանի որ ամեն մի խոսք մեր հիշողությունը տանում է դար առաջ։ Առավել ևս երբ մենք արցախցիներս Արցախում տեսանք նմանատիպ երևույթներ, երբ մի ամբողջ ժողովուրդ հազարամյակներով իր հայրենիքի ապրած ստիպված էր ուղղել հայրենի երկիրը, հայրենի հողը։ Ես համոզված եմ, որ աշխարհի բոլոր կետերում էլ որտեղ կան ազնիվ հայեր, նրանք չեն մոռանում, չեն մոռանա, քանի որ հիշողությունն է այսօրվա եւ վաղվա սնուցող արմատը։ Աստված մեզ հայ է ստեղծել եւ մենք միայն հայի կերպարում կարող ենք լինել լավագույնս։ Ամեն ազգ իր ազգի կերպարում է ճշմարիտը եւ արդարը եւ աստվածային։ Պարոն Ավետիսյան, ինչ եք կարծում, մենք ինչ պատմական դասեր պետք է քաղենք ցեղասպանությունից։ Ցավոք կարծես դասեր չենք քաղում։ Ես չէի մեղադրի ժողովրդին, քանի որ ժողովրդին ուղղորդող է պետք։ Միշտ ցանկացած ժողովրդի ցեղի մտավորականն է գաղափար ստեղծում վաղվա ճանապարհի համար, ապագայի համար, ուսումնասիրելով ի վերուս տված այն շնորհքները, որ ստացել է ցեղը ի սկզբանե, եւ նա ունի առաքելություն աշխարհի եւ մարդկության առաջ։ Միշտ էլ բարին ավելի հավերժական է, բայց թույլ կարծես թե։ Ես քանի որ արվեստի մարդ եմ, մի քիչ արվեստի հետ եմ համեմատում, ինչպես որ սպիտակ եւ սև թուղթը, սպիտակ թղթի վրա ցանկացած կեղտ կերևա, սևի վրա չէ։ Միայն սպիտակը երևի թե։ Պետք է անգամ մի սպիտակը շատ, որ սևը վրից ծածկվի, սևը չերևա։ Երևի մեր միակ հզորությունը, որը կարող է փրկել մեր միասնության մեջ է, իսկ միասնությունը դա կարող է լինել գաղափարի շուրջ, ազգային գաղափարի շուրջ։ Թող սա ծայրահեղական չլինի, քանի որ եթե Աստծուն պետք լիներ մեզ բոլորին մի տեսակի կստեղծեր, մի կրոնի կհասցներ, մի ճանապարհ կտար։ Սա ես բնության երևույթների հետ եմ համարում, դա պայքար է։ Եթե մենք չենք համախմբվում, չենք կարողանում տիրություն անել մեր ճակատագրին, ի վերուստ մեզ պարգևած տված։ Մենք առաքինություն ունենք մարդկության առաջ, երկրագնդի առաջ, ճակատագրի ու պատմության առաջ։ Բայց ինչու է թուրքը ուզում ջախջախի մեզ։ Ինչ նպատակ է ինքը դրել։ Ընդհանրապես ես այդ թեմայով ոչ թե մենակ խոսքը թուրքին է վերաբերվում, քանի որ թուրքը բոլոր ժամանակներում էր մեր թշնամին է եղել, քանի որ ուզում էր մեզ ոչնչացնել, տիրանալու մեր ստեղծածին, մեր ունեցվածքին, մեր հայրենիքին։ Երևի ամեն մեկի համար իր հայրենիքը լավ է, բայց հայոց աշխարհը երևի ի վերուստ ամենալավ դրախտավայրերից մեկն էր,
որ Աստված բարգեւեց մեզ եւ դրա հետ միասին մեզ տալով առաքինություն մարդկության համար արարելու, ստեղծելու, զարգացնելու մարդկությանը, բայց միշտ չէ որ մարդկության բոլոր շերտերը գնահատում են առաքինությունը, բարիությունը, ցավոք հասարակ կյանքում էլ շատ ժամանակ արալավություն մարդուն եւ ինքը կարող է կտրել այն ձեռքը, որով դու լավություն ես անում։ Կան հարցեր իհարկե ավելի շատ ես կմեղադրեի մեզ։ Պետք չի թույլ տալ, որ գայլը մտնի քոտում։ Երբ որ գայլը մտնի քոտում, կհոշոտի հաստատ։ Մեր փրկությունը մեր միասնության մեջ է։ Վաղուց ասված մտքեր են, խոսքեր են։ Պատմության մեջ շատ ժամանակներ են եղել դժվար ժամանակահատվածներ, երբ որ միակ մեր ընդհանուր հավաքական պայքարի միջոցով հնարավոր էր գոյատևել, փրկել երկիրը եւ ժողովրդին։ Հիմա կխնդրեի պարոն Ավետիսյան, երկու բառով պատմեք ձեր պայքարի մասին, ձեր անցած ճանապարհի մասին, քանի որ դուք Արցախյան ազատագրական շարժման մասնակից եք եղել, բոլոր պատերազմները անցել եք, կխնդրեի, որ դուք մի քիչ ձեր փորձի մասին պատմեք, որպեսզի մեր լսարանը իմանա։ Ես կարճ պահերով կարամ անդրադառնամ անցյալին, որպեսզի մեզ լսողները լավ պատկերացնեն։ Դեռ փոքր ժամանակ ես ապրում էի Արցախում, Արցախի Սարուշին գյուղում, եւ անընդհատ լսվում էր տարբեր տեղերից ինչպես թուրքերը հարձակվում էին ֆերմաների վրա, հայկական կոլտեսությունների, այգիների վրա մարդկանց վնասում էին, գողություն էին անում անընդհատ։ Դա թվում էր թե սովորական երևույթ էր, քանի որ ես լրիվ չէի պատկերացնում ինչ է կատարվում։ Հետո արդեն կյանք ապրելով, կյանքը տեսնելով, տեսա, որ ինչ-որ մի բան այնպես չէ։ Այստեղ անգամ ոչ թե ինչ-որ ցեղի տեսակի է, այլ ցեղի քաղաքականության, վերնախավի քաղաքականության։ Երբ որ մարդ ունի սեփական գործ, շնորհք Աստծո տված, սկսում է ստեղծագործել, ինքը զբաղվում է իր գործով։ Իսկ մյուսը գալիս թալանում է ունեցվածքը։ Իհարկե կարելի է այդպես պրիմիտիվ էլ շատ դեպքեր են եղել պատմության ժամանակ, անգամ սովետական, երբ որ մեր ժողովուրդը, Արցախի հայ ժողովուրդը ստիպված էր եղել ըմբոստանալու անարդարության, հանցավոր պահվածների նկատմամբ բողոքի երևույթներ հանդես բերելու։ Ավելին հիշում եմ 88 թվականի ազգային զարթոնքի ժամանակ, երբ որ հետ սովետական միության տրոհման պրոցեսները սկսելուց առաջինը հենց Արցախի հայերը ըմբոստացան, բայց ամեն ինչ շատ հանգիստ, նորմալ, օրինական սահմաններում դիմեցին, որպեսզի Արցախը դուրս գա Ադրբեջանի տարածքից եւ միանա Հայաստանին, քանի որ մի ժողովուրդ, մի երկիր, մի հայրենիք, մի մշակույթ, մի պատմություն, եւ դա կլներ արդար։ Եվ ինչն է հետաքրքիր, որ բոլոր առումներով եւ սովետական միության եւ միջազգային օրենքներին համապատասխան ամեն ինչ կարծես թե արվեց իդեալական։ Բայց սովոր օրենքը միշտ չի գործում։ Ինչ որ ուժեր շահեր ունեին երևի, ավերեցին այդ process-ը։
Դրա մեջ կար իհարկե եւ մեր ազգի ներկայացուցիչների մեղքը մեծ։ Այս բային չկա կարիքը այդ մասին խոսելու, բայց ամեն ոք ով մեղք ունի, կարծում եմ այսօր կզգա։ Հիմա կխնդրեի պարոն Ավետիսյան, մի քիչ պատմել նստացույցի մասին եւ ինչու օրինակ այս վրանը խորհուրդը որոշել է տեղադրել հենց Ազատության հրապարակում։ Քանի որ Հայաստանում ի պաշտպան արցախցիների բողոքի 88 թվականի հենց այստեղից սկսվեց, որովհետև այստեղ էին գտնվում մեր եղբայրները, մեր քույրերը։ Ես համոզված կարամ ասեմ, որ Երևանի բնակչության ինչ որ մի մեծ տոկոսը արմատներով ղարաբաղցիներ են։ Թեկուզ ես չեմ ուզում առանձնացնել, իմ մոտ իմ դաստիարակության մեջ չի եղել ընդհանրապես, ինձ համար աշտարակցին, վարդենիսցին, գորիսցին, նույնն է ինչ որ Ստեփանակերտցին, Շուշեցին ու մնացած շրջանների ու գյուղերի հայ բնակչությունը։ Մենք նույն ճակատագրի, նույն պատմության եւ նույն գենի կրողներն ենք։ Եվ մենք պատասխանատու ենք մեր ապագայի համար, մեր ճակատագրի համար, մեր հայրենիքի համար, մեր արժանապատվության համար։ Եվ պատահական չի մեր ոչ թե բողոքները, այլ այն պահանջները, որոնք կարիքը ունի ժողովուրդը Արցախից տեղահանված։ Շատերը կարողա չիմանան եւ շատ լուրեր տարածվում են ընդհանրապես շատ անհեթեթ, որ արցախցիները թողեցին Արցախը լքեցին, եթե մարդիկ կան, որոնք ցանկանային իրականությունը ճիշտ իմանալ, կարող են իմանալ, թե ինչ է կատարվել, ոնց է եղել։ Առաջինը դա միանշանակ ես համոզված եմ, որ ծրագրավորված պատերազմ էր եւ ծրագրավորված պարտություն։ Ու սա մասին էլ չեմ ուզում խոսել, ով ցանկանա կարող է իմանալ։ Իսկ այստեղ հավաքվել է իհարկե պետք է ինչ-որ մի ձևի ասել։ Երբ որ մարդուն խոսքով ասում ես չի լսում կամ լսում չի հասկանում կամ չի ընդունում, ստիպված ես լինում ինչ-որ մի ձևով հասկացնել։ Գուցե հանրության միջոցով, գուցե մարդկանց, որոնք իրոք զգում են, հասկանում են, անկախ նրանից, թե ով է լքվել Արցախից եւ գտնվում է այստեղ, նա կարիք ունի աջակցության։ Կոնկրետ ես եւ մեր ժողովրդի անունից կարող եմ ասել շատ շնորհակալություն, շատ մեծ օգնություններ են արել եւ ժողովրդի կողմից եւ անհատների կողմից։ Ես Արմավիրի մարզի Նորապատ գյուղն եմ իմ ընտանիքով, 6 հոգի ենք, 4 ավագ եւ 2 փոքր թոռնիկներս, իսկ մնացած իմ երեխաները իրենց ընտանիքներով տարբեր քաղաքներում են գտնվում։ Եվ նույն պրոբլեմները կա։ Ես կասեի, որ մերը մի քիչ ավելի բարվոք վիճակ է, քան շատերին է, որովհետև շատերի հետ եմ շփվում, հեռախոսով կապվում եմ, ճշտում, մարդիկ դիմում են տարբեր պատճառներով։ Այդ 40 գումարած 10 երկարաձգեցին մի տարով եկավ արդեն հասել եղանը, բայց քանի որ պայմաններ չկա, որպեսզի այդ մարդկանց մի մասը, իհարկե մի մեծ մասը ես կարծում եմ արդեն որոշակի պայմաններ ստեղծել են մինիմալ գոյատևման, բայց մյուս մասը ծայրահեղ վատ վիճակում է։ Կան հիվանդ մարդիկ, թոշակառուներ, որոնց թոշակները չի հերիքի անգամ մի շաբաթվա, 10 օրվա գոյատևման։ Երևանցիները գիտեն ինչպիսի գներ են այսօր խանութներում։ Շատ ծանր վիճակ է, որպեսզի մենակ
ձմեռվա ամիսներին, որպեսզի տաքացվի, մենք ապրում ենք սեփական տան։ Ջերուսման եւ մնացած կոմունալ ծախսերը 100,000-ից ավելանում են։ Հաշվարկեցեք, ես համոզված եմ, որ մեր վիճակից ավելի վատ վիճակում մարդիկ կան։ Եվ եթե արդեն 1.5 տարուց ավել անցնելուց հետո հաշվառված չէ, թե Հայաստանի տարածքում, որ համայնքում ինչքան արցախցիներ կան, քանի ընտանիք եւ քանի ընտանիք են շատ սուղ պայմաններում ծայրահեղ, դա անտարբերության կամ ծրագրավորված ակցիա է։ Ես չէի ցանկանա իհարկե մտածել, որ ծրագրավորված է, որտեղ դա ոչ թե մենակ հայ մարդու պահված չի լինի, այլ ընդհանրապես մարդկային վերաբերմունք չի։ Նորից եմ ասում, անկախ նրանից, թե ով է եկել, ազգությամբ հայ է, հայ չի, կապ չունի դա։ Այդ մարդը պիտի գոյատևի։ Ու եթե Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը պատրաստ է եղել, պատրաստական է եղել ընդունել արցախցիներին իր գրկում, то պետք էր որպեսզի հաշվի նստեր, պետք էր ուսումնասիրեր, պետք է իսկական ներկայացուցին հրավիրեր, ուսումնասիրեր, ինչ է կատարվում, կամ էլ թեկուզ համայնքների ղեկավարների միջոցով կարող էր այդ ամեն ինչ ճշտել։ Անգամ տեղեկություններ կա, երբ որ հետաքրքրվում ենք իմանանք համայնքում ինչքան կան արցախցիներ, որոշ տեղեր ղեկավարները հրաժարվում են, ասում են, մեզ արգելված է ցուցակները տրամադրել։ Ես չգիտեմ ինչի համար։ Ես դրա մեջ լավ բան չեմ տեսնում։ Փոխարենը մենք ավելի մտերմանանք, եթե ուզում ենք պրոբլեմները քիչ լինեն, պետք է պրոբլեմ ունեցողի հոգսը իմանաս, իր հետ զրուցես, հասկանաս։ Ոչ թե դու առաջարկես, ասես ես էս կարամ տամ։ Հրաժարվեցեք, հրաժարվեիք ավելի շուտ, հրաժարվեիք մինչև պատերազմը սկսելը։ Ասեիք արցախցիներ, դուք ձեր գլուխը պահեցեք։ Հայաստանի կառավարությունը ձեզ տիրություն չի անելու։ Կարծում եմ ետ կճարվեր։ Մի քիչ ավելի խոհեմ ու ավելի իմաստուն եղեք։ Վերջ տվեք այդ թշնամանքին։ Առավել եւս իրենք փորձում են տեղեկատվական պատերազմ առաջ մղել արցախցիների վերաբերյալ։ Ես դա տեսնում եմ, գիտեմ, բայց ես չեմ ուզում այդքան բարդացնեմ, ես ուզում եմ ժամանակ հնարավորություն տանք մի քիչ ավելի խոհեմ լինեն, որովհետև անկախ մեր ցանկությունից ժամանակը ինքը ամեն ինչ կփոխի։ Ես բոլոր երևույթները բնության երևույթների հետ եմ համեմատում։ Գառնան սելավը որ գա, բոլոր կեղտաջրերը կքշի կրանի։ Պետք չէ սրել։ Եվ մի ուրիշ բան, որ ես վաղուց մտածում եմ, Հայաստանը դա ամբողջ աշխարհի հայ ժողովրդի հայրենիքն է, իսկ Երևանը հայ ժողովրդի մայրաքաղաքն է։ Եվ ես խնդրեի ամբողջ աշխարհի հայությանը, որպեսզի անտարբեր չլինեն, խնդրեի Հայաստանի քաղաքացիներին, որ անտարբեր չլինենք դրսում գտնված հայերի նկատմամբ։ Մենք պիտի այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ցանկացած հայ աշխարհում գտնվող ցանկություն ունենա գա Հայաստան։ Հայաստանը պետք է լինի ամենաարդար համակարգ ունեցող պետությունը։ Եվ Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանատվություն ունենա ամբողջ աշխարհում գտնվող հայության նկատմամբ։ Միայն այս համակարգը կարող է լինել ամենաարդար, ամենահայեցի եւ ամենա
աստվածային է։ Խելքները թավակեցեք։ Եթե չեք հասկացել սխալները քարը ուղեք։ Պետք չէ ավերել երկիրն հայոց։ Չեք կարա մեկը։ Եվ պետք չէ ժողովրդին ոտքի հանել։ Պետք չէ թշնամու առաջ ծնկաչոք լինել։ 80-ական թվականներին 90-ական թվականներին էլի վատ ժամանակներ են եղել բարդ, երբ որ թշնամին ուզում էր խեղտամահ անել։ Մենք ցույց տվեցինք, որ մենք կարող ենք ազատել հայրենիքը, փրկել հայրենիքը եւ մեր ժողովրդին մեծ կորուստներով։ Եվ հանուն նրանց մենք իրավունք չունենք ծնկաչոք լինել ոչ մեկի առաջ։ Ոչ մեկս պատերազմ չենք ուզում։ Բայց մենք չենք ուզում, որ մեր օջախներում մորթեն մեզ, ինչպես 15 թվականին եւ նրանից հետո, եւ նրանից առաջ։ Ինչպես ասում են, մահ իմացյալ անմահությունը։ Ես չէի ցանկանա այդպես լինել եւ համոզված եմ այդպես չի լինի։ Թող իմ կոչ ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը լսի։ Մեր ընդհանուր գաղափարը դա մեր ընդհանուր Հայաստանն է, որի մեջ մենք կգտնենք մշտական մեր օջախը։ Պարոն Ավետիսյան, ձեզ նաև լսում են, հիմա նայում են մեր երիտասարդները, որոնք որ ապրում են Հայաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում եւ նաև Ամերիկայում։ Ձեր ուղերձը նրանց ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին հիմա։ Ես միշտ էլ մեր երիտասարդների մեջ տեսել եմ շատ լավ որակական հատկանիշներ։ Հաճախ են բողոքում, որ երիտասարդները լավ չեն։ Ես չէի ասի, իհարկե կան, միշտ էլ եղել են, բոլոր ժամանակներում լինում են։ Բայց հայ երիտասարդ սերունդը այսօր ավելի գաղափարական է։ Ամենայն դեպս մեծ մասը եւ ավելի հայրենասեր։ Նա ով նայել է երեկոյան ջահերով երթը դեպի Ստերջնակապերտ կզգա անգամ այն կադրերը, երբ որ ցույց է տալիս անհատական այդ երիտասարդներին, թե ինչպես են կրում մեր ազգի ճակատագրի ջահերը, մեր հիշողության ջահերը, հանուն մեր անցյալների երկինք առնվող հոգիները ներկայացնող ջահերը վառվող։ Ես սովետական քաղաքացի եմ, բայց կյանքը հասկացրեց, որ կյանքով չի վերջանում մարդը, հոգիները կան։ Դրա համար այդ հոգիները մեր նախնիների կարողանում են մեզ ոգևորել։ Հավատացեք, կա, գոյություն ունի, եւ այսօր գիտությունն էլ ապացուցում դա։ Տիրություն արեք ձեր հոգուն եւ ձեր ոգուն։ Մենք մեր պատմության տերը պետք է լինենք, մեր հայրենիքի տերը պետք է լինենք, մեր ճակատագրի տերը պետք է լինենք, ի վերուս մեզ պարգևած։ Եվ ամենակարևորը, մենք պիտի տիրություն անենք մեր առաքինությանը, ի վերուս Աստվածային մեզ տված պարգևած։ Իսկ կա որոշակի արձագանք իշխանությունների կողմից, առաջարկներ, սպառնալիքներ։ Ես չգիտեմ կոնկրետ լուրջ որևէ առաջարկներ,
բացի այդ նյութական, որով ավելի շատ ուզում են փոխեն պահանջի տեսքը, իհարկե առանց ֆինանսների, առանց նյութականի մարդ չի կարող գոյատևի, մարմինը չի կարող գոյատևի։ Իսկ նյութականի պահով ինչ են իրենք առաջարկում արցախցիներին։ Շատ հայտարարակ բան, ճիշտ ասած ես երբ որ լսեցի, որ առաջարկում են 2 ամսով ավելացնեն վրանները հանելու, ասինքն բողոքի ակցիաները դադարեցնելու, ես համարում եմ մեղք գործել, եթե ինչ որ մեկը որոշի այդ քայլը անելու։ Մենք ոչ մեկին չենք խանգարում, մենք օրենք չենք հաղթում առայժմ ոչ մի բան։ Մենք բողոքի ակցիաներ կարող ենք անել ներկայացնելու այն պահանջները, առանց որի Հայաստանում գոյատևել հնարավոր չէ։ Եվ ամենակարևորը, ոչ մի անգամ Հայաստանի կառավարությունը որևէ մի իշխանություն իրավունք չունի արցախցիների փոխարեն հրաժարվել արցախցիներին Արցախ վերադառնու իրավունքին։ Ոչ մեկը։ Ես դեռ Արցախ գնալու եւ ապրելու եմ այնտեղ։ Դեռ անտեղ նոր սերունդներ են։ Եթե ուզում են ժամանակի ճանապարհը փոխեն, իհարկե մոտ ժամանակներս չէ, տասնամյակներ հետո, թող այդ քաղաքական գործիչները գնան քաղաքական դաշտում իրենց հարցերը լուծեն, որ թուրքը չմնա այն թուրքը ինչպեսին եղել է, թող ինքը իր տան տիրություն անի, չգա մեր հայրենիք ավերի ու մեզ ցեղասպանի։ Պարոն Ավետիսյան, դուք ինչպես եք պատկերացնում այդ վերադարձը Արցախ։ Ես պատկերացումներ ունեմ, իհարկե 2 անի, ես չէի ցանկանա այս պահին ասել, քանի որ չեմ ուզում ժողովրդի մեջ ես կարծում եմ մենք դեռ կմշակենք այդ ծրագրերը։ Եվ ժամանակը ցույց կտա։ Իհարկե ես ցանկանայի, որ գիտակցություն այնքան բարձրանալու ժամանակում, որ ամեն ինչ շատ խաղաղ ստացվեր եւ մեր հայրենիքը նմանար մերը։ Մենք չենք վերցնում Արցախը ու տանենք Ամերիկա կամ Շվեյցարիա։ Մենք ապրելու ենք մեր հողում, մեր հայրենիքում եւ անկախ։ Եվ կարծում եմ չկա որևէ մեկը, որ համոզված չլինի, որ այսօր թուրք-ադրբեջանցիներին հետ հնարավոր է ապրել։ Նույն իշխանության մեջ հնարավոր չէ։ Անկամ թալիշները, լեզգինները չեն կարողանում ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել, մենք ինչպես կարան խաղաղ ապրել։ Դե նորից եմ ասում, եթե երկրի քաղաքականությունը, սա երկրի քաղաքականություն, ճիշտ է, սա իրենց մշտական քաղաքականությունն է, չգիտեմ 100 տարի, 200, 500 տարի հետո սրանց մեջ քաղաքականություն կփոխվի ընդհանրապես, թե չէ։ Եթե մի երկրում կոնկրետ Թուրքիայի մասին է խոսքը, եթե դու ուզում ես իրենց քաղաքացի դառնաս, պետք է կրոնը փոխես կամ ազգությունը փոխես, դա մեր հազարավոր հայրենակիցների, որոնք իրենց հայրենիքում են գտնվում, ստիված կրոնափոխ դառնալով, լեզուն փոխելով, ազգությունը փոխելով գոյատևում։ Պարոն Ավետիսյան, ինչ է ձեզ համար նշանակում հայոց հարցը։ Եթե ես կխնդրեմ ձեզ ճիշտ հակիրճ ձևակերպել, դուք ինչպես կպատասխանեք այդ հարցին։ Ինչն է հայոց հարցը։ Եթե հայոց երազանքի մասին է խոսքը։ Հայոց երազանքի եւ այսօրվա, որը իրականություն պետք է դառնա, իհարկե ինչ որ ժամանակ անցքում կարծում եմ կդառնա։ Աստծո տված Հայաստանը եւ աշխարհում ծրված հայերը այդ Հայաստանը։ Իրենց հայրենիքը։ Իսկ դուք զգում եք այդ կանչը, արյան կանչը հայերի մեջ հիմա։
Ես համոզված եմ, որ մեծ մասի մոտ այդ կան չկա։ Հավատը չկա։ Գուցե։ Հավատը սպանել են երևի այդ գաղափարը անթույլատրելի դարձնելով։ Բայց կարծում եմ սա անգամ մեր անհատական ցանկությունից չի գալիս։ Դա ավելի խորքային ու ավելի զորեղ էներգիա։ Իսկ սոցիալական պահանջներից բացի էլ ինչ պահանջներ ունեն արցախցիները այսօր իրենց հայրենիքում Երևանում։ Երևանում, կոնկրետ Հայաստանի մասին է խոսքը։ Այո։ Հայաստանի Հանրապետության, Այո, որովհետև Արցախն էլ է Հայաստան, ով ինչ ուզում է ասի։ Ամենածանրը, որը ֆինանսականի հետ է կապված, դա բնակարանային հարցն է, քանի որ եթե բնակարանային հարցը լուծվի, համոզված եմ 40-10-ի մասին ընդհանրապես խոսք չէ։ Մենք նախատեսում ենք այսպիսի ծրագիր առաջարկել, կարծեմ առաջարկել ենք, ինչքան անել։ Մեզ պետք չի մշտական բնակարան տան։ Թող կամ հանրակացարանի տիպի, կամ ժամանակավոր կացության համար, ինչեւ որ Արցախի հարցը կլուծվի։ Ես համոզված եմ, որ միջազգային ատյաններում էլ կլինեն այդպիսի բաներ, ես անձամբ լսել եմ եւ քննարկումներ եղել են, որ պետք է Մինսկի խումբը վերականգնի, թեկուզ վերջին ժամանակները ասում են պետք է վերացվի։ Իհարկե շահագրգիռ կողմերը, որոնք իրաց մեղքը թաքցնելու համար պետք է այդ քայլին գնան, բայց դա անելու դեպքում ինձ թվում է ավելի ուրիշ ալիք պիտի բարձրանա եւ կփոշմանա։ Ես համոզված եմ։ Աշխարհը միաբևեր չի եւ չի եղել ոչ մի անգամ, չի լինի ոչ մի անգամ։ Ինչպես տարվա եղանակներն են փոխում, այդպես էլ աշխարհն է փոխում։ շնորհակալություն։ Եվ ինձ թվում է չարությունը պետք է որ բարդվի։ Ինքը ընդհանրապես չի վերանա, որովհետև չարությունը սևը ստիպում է, որ սպիտակն ավելի վառ է։ Միշտ արևածագից առաջ ամենամութ ժամանակն է։ Մոտենում է։ Այդ կարծում եմ լուսաբացք։ Եվ վերջում ես կոչ կանեի Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, եւ ավելի շատ Երևանում ապրող, ես շատ հարազատներ ունեմ այստեղ, եւ ուսանողական, եւ մարտական ընկերներ ունեմ, եւ բարեկամ հարազատներ ունեմ, եւ նոր ծանոթ բարեկամներ, որոնց հետ այս տարի կեսվա ընթացքում շփումներ ենք ունեցել, շատ արտակարգ լավ մարդիկ են, հասկացող, պատրաստ հնարավորինս աջակցել մարդկանց եւ աջակցում են։ Եվ անգամ մտածում եմ, եթե կառավարությունը ինչ որտեղ չխանգարեր, ժողովուրդը ահագին ծավալուն գործ կաներ։ Արցախից բռնագարկված էլի ան շատ են։ Ես կոնկրետ մենք դրա կարիքը չունենք այդքան, ես չեմ ուզում, անգամ եթե մեզ ուտում են, ես ասում տվեք նրանց, ովքեր ավելի շատ կարիք ունեն։ Փառք Աստծո, մենք հացի խնդիր չունենք։ Ես կուզենայի, որ հացի խնդիր ունեցողները չզգան կարիքը։ Եվ շատ-շատերին ուտում եմ։ Ես անձամբ իմ անունից ասեմ, շատ շնորհակալ։ Ես դրա մեջ է հայ մարդու զորությունը, իսկական հայ մարդու զորությունը։ Մենք էլ Շնորհակալ եմ։ Մենք էլ ձեզնից ենք շատ շնորհակալ, պարոն Ավետիսյան, կաշխատենք ավելի հաճախ ուղիղ եթեր մտնել, շփվել
մեր հանրության հետ, մեր հայերի հետ, որոնք ապրում են Հայաստանում եւ Սփյուռքում։ Մի երկու բառ վերջումս ես կուզենայի ավելացնել, սիրելիներս։ Մենք ինչու այսօր խոսեցինք նաև մեր արցախցիների մասին, մեր Արցախի մասին, որովհետև մեր Արցախյան խնդիրը ներառված է, կապակցված է հայոց հարցի հետ։ Ցեղասպանությունը արվել է դրա համար, որ հայոց հարցը փակվի։ Այդ են երազում մեր թշնամիները, որ չլինի հայոց հարցը, չլինեն հայ ազգի պահանջները։ Եվ այսօր դուք անձամբ լսեցիք մեր արցախցիների պահանջները, որոնց մասին պարոն Ավետիսյանը ասեց, պատմեց, մեկնաբանեց։ Ինչ եմ ուզում ասել։ Մենք պարտավոր ենք միավորվել, մենք պետք է իրար սիրենք, հարգենք եւ պետք է գիտակցենք, որ մենք հայ ենք։ Մենք ունենք Աստվածատուր առաքելություն, որը պետք է իրականություն դառնա։ Եվ ես համոզված եմ, որ այն դառնալու է իրականություն։